Բարոյական է, որ կառավարության նախաձեռնությամբ Ադրբեջանից բենզին է ներկրվում այն դեպքում, երբ Բաքվում դեռ հայ գերիներ կան։ Երևի ոչ, որովհետև մեր գերիները արդեն պատանդ են, այդ առումով ինձ թվում է, որ ոչ ճիշտ չի դա։ Ոչ չեմ ընդունում ու երբեք չեմ էլ ընդունի ադրբեջանցիներին։ Եվ մեր բռնած քաղաքականությունն էլ ես համարում եմ սխալ։ Ոչ իհարկե։ Այդ նույն սոկառը իրանց կառավարությունն է ֆինանսավորում, զենք են առնում ու հայերին սպանում են։ Այդքան հայ սպանեցին, հայերին է բերդում պահում են, հիմա էլ մարդիկ կան գտնվում են, որ ասում են շատ լավ, այժմ բենզին են կառնում։ Դե ուրա չկա բարոյականություն, ընկել է։ Հայերը արդեն կեսը թուրք են դառել։ Դրա ժամանակը չունեմ, ոչը դրանց հավես։ Դու դրանք լսի դրա մասին ինչ խոսամ, ավելի լավ է։ Այդ պոլիտիկայով կներեք չեմ զբաղվում, ցավը տանել։ Այն չէ որ։ Բարոյական է դա։ Ես եմ Ես դեռ Բաքվում ունենք գերիներ ու այս ֆոնին լավ կլինի մեր գերիներին բաց թողնեն, բայց մնացածը ես եմ էժան լինի գերիներն է բաց թողնեն, մենք էլ լավ ապրենք իրանք է մեր հետ։ Չէ, դեմ եմ դեր, այնտեղ էլ մի հատ տղա էր, հաստատ թուրք էր, ադրբեջանցի էր, ակցենտից երևում էր ռուսերեն էր իբր խոսում, չեմ ընդունում նման բաներ, ոչ էլ եկեղեցու վրա հարձակումը։ Ջանիկս գիտեք ինչ կա, եթե հարմար է կառավարությանը ու մեր ժողովուրդը օգտվում է, իհարկե կարելի է, գերիների հարցը թող լուծեն ուրիշները։ Ովքեր։ Իհարկե ինձ ձեռ է տալիս, որ բենզինը գալիս է, նավթը գալիս է, մենք էլ օգտվում ենք։ Ով պիտի լուծի գերիների հարցը։ Գերիների հարցը ուրիշ կա ձև են լուծում։ Բենզինով ու նավթով չեն լուծում։ Ջանիկս։ Կա դիվանագիտություն, կա կառավարություն, հնարավոր չի, որ չազատեն մեր գերիներին, ժամանակ է պետք։ Սաղազգովի բիզնեսմեն են թող աշխատեն են, զզվածել են արդեն այս էլ ուստում, ես դեր երոտ հաղորդում եմ տալիս, ոլա, թող, իրանք գնան մենք էլ ապրենք դուք էլ դինչ։ Այս կառավարությունը ինչ բարոյական իրավունքներ ունի, ինչ կա, մենք կռված տղա ենք, մեզ ինչա, նոր գալեմ եմ կառավարությունից, չելեմաստից ոչ տուն եմ ստացել, ոչինչ, այսպես կծում այս ինչ կառավարող, երգիր քանդողա, նույն գրձոկոչեցալին, բերը դրել է առաջվա Լևոնի մանգլավիկներն են դրանք, եկել են իշխանության, նույն իշխանության եկել քանդեն, տանես երգիրը հետա, տանես երգիրը թուրքին նվեր Ադրբեջանին, ոնց կար Ադրբեջանը Հայաստանի հետ համերաշխապի, դարերի վեր 15 թվից հետ ջարդե կոտորել են այս ազգին, Հիմի եկել է համերաշխությունը, իր համար հայրենիք չունեցող սրբապիղծ անձնավորություն է ինքը։